Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 27։ Տերն ինձ հետ է, ես չեմ վախենա, մարդն ինձ ինչ կանե։ Սաղմոս 118-րդ գլուխ 6-րդ խոսք։ Դուք վախենում եք Աստծուց։ Նա հանձնարարել է երկնային զորքերին հոգ տանել ձեր մասին, պաշտպանել ձեզ, շրջապատել ձեզ և ազատել ձեզ աղետներից։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմովը և փրկում է նրանց։ Սաղմոս 34-րդ գլուխ 7-րդ խոսք։ Սա նաև արտոնություն է, որը տրվում է Տիրոջից վախեցողներին յուրաքանչյուր սերնդում։ Հրեշտակները, երկնային էակները, պատասխանատու են Տիրոջից վախեցողների համար հոգ տանելու, և նրանցից մեկը կարող է մեկ գիշերվա ընթացքում սպանել 185,000 մարդու։ Նրանք էին, որ շրջապատեցին Եղիսեին իրենց կրակե ձիերով ու կրակե կառքերով, երբ թշնամին եկավ նրան կործանելու։ Նրանք էին նաև, որ օգնեցին Եզեկիային թշնամու բազմության դեմ, որովհետև նա վախենում էր Աստծուց։ 4 Թագավորաց 6-րդ գլուխ 17-րդ խոսք և Եսայի 37-րդ գլուխ 36-րդ խոսք։ Տիրոջ հրեշտակը կանգնած է նրանց շուրջը, որպեսզի թշնամին չկարողանա վնասել իր հարձակումով, և որ կողմից էլ որ նա հարձակվի, ետևից կամ առջևից, աջ կողմից կամ ձախ կողմից, Տիրոջ հրեշտակը կլինի այնտեղ նրանց պաշտպանելու համար։ Հրեշտակ բառը կարող է գործածվել եզակի թվով, թերևս ցույց տալու համար, որ յուրաքանչյուր ոք, ով վախենում է Աստծուց, ունի հրեշտակ, որը ուղեկցում և ծառայում է նրանց։ Երբ գործք առաքելոցում եկեղեցուն տեղեկացրին, որ Պետրոսը կանգնած է դռան մոտ և թակում է, սկզբում նրանք կարծեցին, թե պատգամաբերը խենթացել է, բայց երբ նա համառորեն պնդեց, ասացին. նրա հրեշտակն է։ Գործք 12-րդ գլուխ 15-րդ խոսք։ Մենք քիչ ենք մտածում դրա մասին, բայց սա նրանց արտոնությունն է, ովքեր վախենում են Տիրոջից։ Այո, եթե անհրաժեշտ լինի, նրանք բոլորը կիջնեն օգնելու և ազատելու, որպեսզի ոչ ոք չնախատի նրանց, իրենց Աստծո կամքը կատարելու։ Չէ՞ որ ամենը սպասավոր հոգիներ են, ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն։ Եբրայեցիս 1 գլուխ 14-րդ խոսք։